Ողջույն եւ խաղաղություն մեզ բոլորիս։ Խաղաղություն, որ այս մեր օրերի մեջ շատ պահանջված արժեք է բոլորիս համար։ Երկրի երեսինքա խաղաղություն արդյոք։ Արդեն այն տեղերը, որտեղ որ արդիկ ապահով էին զգում, երբեք պատերազմի վտանգներ չկան, այդ տեղերն էլ տեսնում ենք, որ վիճակները անհանգիստ են, պատերազմական վիճակներ կան, խառնակ վիճակներ կան։ Ամբողջ աշխարհը կարծես տակնի վրա է։ Մարգարեությունները պիտի կատարվեն եւ կատարվում են։ Կատարվել են եւ շարունակում են կատարվել։ Այս ուղղությամբ եկեք ընթերցենք Մաղաքիայի մարգարեություն 3-րդ գլուխ 6-րդ համարը միայն Մաղաքիա 3:6 5 տակարանի ամենավերջին գիրքն է, որից հետո սկսում է Մատթեոսի ավետարանը։ Մարգարեն այսպես է խոսում Աստծո խոսքով. որովհետև ես Տերն եմ, ասում է Տերը, ես չեմ փոխվում, որովհետև դուք ով Հակոբի որդիներ չեք սպառվել, որովհետև ես Տերն եմ, ես չեմ փոխվում, որովհետև դուք ով Հակոբի որդիներ չեք սպառվել։ Եթե կարդում ենք վերևի համարները առաջինից մինչև 5-րդ համարը եւ սկզբում կարդում ենք հետեւյալի մասին, որ Մաղաքիա մարգարեն խոսում է Հիսուս Քրիստոսի առաջին գալստյան եւ երկրորդ գալստյան մասին։ Խոսում է այնուհետև Աստծո արդարացի դատաստանի մասին եւ վերևի համարները այդ մասին են ներկայացնում, որ զորած Տերը պիտի դատաստան տեսնի երկրի վրա։ Զորքերի Տերը կամ զորած Տերը, որ եբրայերենով Եհովա Սաբավովթը պիտի դատաստան տեսնի բոլոր կախարդների, շնացողների, ստախոսների, զրկանք անողների, ովքեր Աստծո վախը չունեն։ Եվ միաժամանակ խոսում է Աստծո խոստման մասին եւ հայտարարում ասելով. ես չեմ փոխվում։ Դրա համար էլ դուք չեք սպառվում եւ չեք սպառվելու, ով Հակոբի որդիներ։ Սա նշանակում է Տիրոջ ուխտը հաստատա։ Աստված անփոփոխ Աստված է։ Իսրայելի որդիների վրա իրենց հայրերին տրված ուխտը Աստված չի մոռացել։ Այդ խոստումը չի մոռացել։ Եվ նա չի փոխվում, որովհետև Աստված իրավիճակներից կամ հանգամանքներից չի փոխվում։ Մարդիկ հանգամանքներից, իրավիճակներից փոխվում են, բայց Աստված անփոփոխ Աստված է։ Աստված նույնիսկ իր հանդեպ անհավատարմության հանդեպ չի փոխվում, երբ որ իր հանդեպ անհավատարիմ են լինում, որովհետև իր անունը հավատարիմ է, ինքը հավատարիմ է, ինքը իր անվանը չի կարող հակասել։ Այստեղ հատկապես կարևորն այն է, որ Աստված իր անփոփոխությունը կապում է ոչ միայն իր բնության հետ, որ ինքը չի փոխվում, այլ նաև իր ժողովրդի հանդեպ իր ուխտային հավատարմության հետ, որովհետև իր ժողովրդի հետ ինքը ուխտ ունի կնքած։ Եթե նկատեցիք, նա չի ասում ով Իսրայել կամ Իսրայելի ժողովուրդ, ասում է ով Հակոբ, Հակոբի որդիներ, որովհետև Հակոբը փոխվեց դարձավ Իսրայել։ Այլ խոսում է Հակոբի որդիներ ասելով, որովհետև նա անձամբ ճանաչում էր Հակոբին, հարաբերություն ուներ Հակոբի հետ, ով դեռ Իսրայել չէր եւ նրա կամակորությանը նա ծանոթ էր, մարդկային տկարություններին նա ծանոթ էր եւ այդուհանդերձ այս ամենը չէր խանգարում, որ Աստված ասեր ես իմ ուխտը չեմ մոռանալու։ Սա ուխտի համաձայնությունն է, որ նույնիսկ քո տկարությանը, նույնիսկ քո համառությանը ես իմ ուխտը չեմ փոխում եւ դուք չեք սպառվում, ով Հակոբի որդիներ։ Սա խոստում է, նա իր խոստման մեջ հավատարիմ է մնում, անկախ իրավիճակներից, եւ սա ուրախալի փաստ է Աստծո ժողովրդի համար, որովհետեւ նրա անփոփոխ վիճակը մեզ ուրախացնում է։ Նրա անփոփոխ վիճակը մեզ դեպի հույսի առաջնորդում, որովհետև հույսը, երջանիկ հույսը քրիստոնյա հավատացյալի կայանում է նրա մեջ, որ Աստված անփոփոխ Աստված է։ Եթե Աստված իր վիճակներից փոխվեր, այլ վարվեր մեզ հետ այնպես ինչպես մենք ենք վարվում, ուր պետք է լինենք մենք։ Մենք կկործանվենք, մենք սպառվենք սիրելիներ, մենք նրա արդարության առաջ չենք կարող կանգնել, բայց նրա գութը ողորմությունը հաստատ է։ Կարևոր է արձանագրել, որ Աստված ոչ միայն խոստացավ ողորմել եւ փրկել իրենից վախեցողներին, այլև նրա խոստումը հաստատ է մեղավորների համար, այսինքն նա չի փոխում իր վերաբերմունքը մեղքի նկատմամբ, որովհետեւ մեղքը իր արդարացի պատիժը պետք է ստանա, իր արդար դատաստանն ու պատիժը կբերի ամբարիշտների վրա, եւ 3-րդ գլխի 3-ից 5 համար եւ 4-րդ գլուխը, որ կարդում ենք Մաղաքիայի մարգարեության, այդ մասին ենք տեսնում, որովհետեւ երբ որ ասում ենք Աստված հաստատ է իր խոստման մեջ տեսնում ենք ովքեր որ Աստծո վախը ունեն, հավատացին
Քրիստոսին ընդունեցին, իր ուխտն ու ողորմությունը հաստատում են նրան, բայց ովքեր որ հրաժարվեցին եւ չընդունեցին, դատաստանը եւ պատիժը անխուսափելի է մեղավորի համար, որովհետեւ եթե այդպես չվարվի Աստված անարդար կհամարվի, արդարությունը չենք տեսնի նրա։ Սա խոսում է նրա արդարացի լինելու մասին։ Աստծո միտքը սա էր այստեղ, ձեր վիճակը վատ էր, բայց իմ բնավորությունը չի փոխվել։ Դուք անհավատարիմ եք, բայց ես հավատարիմ մնացի իմ ուխտին։ Սա է ամբողջ պատգամը։ Ձեր վիճակը վատ էր, դուք մեղավոր եք, դուք հեռացաք ինձանից, բայց իմ բնավորությունը չի փոխվում իրավիճակներից ելնելով, ձեր դիրքորոշումից ելնելով։ Դուք անհավատարիմ եք, բայց ես հավատարիմ մնացի իմ ուխտին, որովհետև իմ խոսքերը այո եւ ամեն են։ Իմ խոստումները հաստատ խոստումներ են։ Սա է Աստծո պատգամը։ Սա է համարի մեծագույն մխիթարությունը։ Որքան մեծ մխիթարություն է, երբ կա մեկը այս անըստույգ եւ փոփոխական աշխարհի մեջ, այս անըստույգ կյանքի մեջ, որ նա երբեք չի փոխվում։ Սա ուրախալի փաստ է ամեն ճշմարիտ հավատացյալի համար։ Մարդիկ փոխվում են, մարդկային մարմինը ծերանում է, դրա դեմ մենք չենք կարող կանգնել եւ ոչինչ չենք կարող անել։ Որքան էլ բժշկական միջամտություններ մտցնենք, որքան էլ մեզի լավ նայենք, հետևենք մեր կազմվածքին, մեր մաշկին, խնամք տանենք մեզի, բայց մի օր ծերանում ենք։ Եվ մի օր էլ այս աշխարհի մեջ մեր աչքերը պետք է փակենք։ Մարդկային մաշկը կնճռոտվում է, ուժը կորցնում է, մոռացկոտ ենք դառնում, նաև բնությունն է փոխվում, ամեն բան ենթակա է մաշվելու, հնանալու, անցնելու, փոխվելու, մեր կյանքի տարիները անցնում են, մենք այլևս առաջվանը չենք, այդպես չի կարելի քույր, եղբայրներ, քույրեր, մեծեր, երիտասարդները այդքան չեն զգում, բայց որ քիչ մեծանում են, արդեն նոր հասկանում են։ Սակայն Տերը նույնն է, որովհետև ես Տերն եմ, ես չեմ փոխվում, ասում է։ Եվ սա մեծ մխիթարություն է մեզ համար, որ Տեր ունենք, որ անփոփոխ Աստված է։ Աշխարհս պիտի անցնի, աշխարհի ցանկությունը պիտի անցնի, եւ ծովը նույնպես պիտի վերանա ժամանակների լրմանը։ Ամեն բան պիտի անցնի, ստեղծագործությունը պիտի անցնի, սիրելիներ, սակայն հիշենք Տիրոջ խոսքերը, երբ ասաց. երկինք ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Մատթեոսի ավետարան 24-րդ գլուխ 35 համար, Մատթեոս 24:35։ Քանի որ նրա խոսքն ու խոստումները իրենն են, իր բնութագիրն են ներկայացնում, որոնք մնայուն արժեքներ են, սիրելիներ, նրա խորհուրդները անփոփոխելի են, ինչպես կարդում ենք Եբրայեցիներին 6-րդ գլուխ 17 համար։ Եվ հույսը մեր սրանով է հաստատ։ Եթե մի բան փոփոխվում է, մենք չենք կարող դրա վրա հույս դնել։ Եթե հաստատ է մնայուն արժեքը, մենք կարող ենք նրա վրա հույս դնել, քանի որ Աստծո խոստումները չեն փոխվում։ Ու երանի այն մարդուն, ով իր հույսը այս անփոփոխ Աստծո վրա է դրել, Տիրոջ վրա է դրել։ Այն Տիրոջ, ով ասաց, որտեղ ես եմ, այնտեղ էլ դուք պետք է լինեք։ Սա է հույսը, սա է մխիթարությունը։ Մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում, ինչպես նշեցինք, բայց մեր հույսը դնում ենք չփոխվող Աստծո վրա։ Սա լավ հիշեք, կարող ես վերև Սարգիսը։ Մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում, բայց մեր հույսը դնում ենք անփոփոխ Աստծո վրա։ Մարդկանց վերաբերմունքը կարող է փոխվել, պայմանները կարող են փոխվել, նույնիսկ մենք ինքներս կարող ենք փոխվել, բայց Աստծո բնավորությունը եւ նրա խոստումները չի փոխվում։ Տիրոջ խոսքը անանցանելի է, որ կենթանի է, որ կյանք է, որ ապրեցնում է, այն ուժ ունի փրկելու հավատացողին։ Այդ խոսքը հավիտենական արժեքավոր խոսք է, սիրելիներ, եւ այն կշիռ ունի, այն զորություն ունի, նաեւ այդ խոսքը հեղինակություն ունի։ Կարևոր է, որ մենք այն արժեքավորենք եւ բարձր դասենք։ Այն մնայուն արժեք է։ Մարդկանց խոսքերի եւ մարդկանց խոստումների նման անկայուն չեն Աստծո խոսքերը։ Մարդիկ այսօր մի բան են ասում, վաղը մոռանում են։ Մարդկանց խոստումները անարժեք են։ Այսօր խոսեցին, վաղը մոռացան իրենց խոսքը, իրենց խոստումները, ուրացան իրենց խոստումները։ Տեր ասաց, ամեն դատարկ խոսքի համար ամեն մարդ պետք է պատասխան տա։ Քրիստոնյա հավատացյալ այդպիսին չպետք է լինի, այլ նմանվի Տիրոջը, հաստատ եւ կայուն պետք է լինի։ Քանի որ ձեր այոն այո եւ ոչը ոչ պետք է լինի, ասում է Աստծո խոսքը։ Ուստի մեզ համար մեծ մխիթարական հույսն այն է, որ Տերը չի փոխվում եւ նրա խորհուրդը հաստատուն է, այո եւ ամեն են։ Մենք վայրին կարժանանայինք, պատիժին կարժանանայինք, եթե Աստծո խոստումը փոփոխական լիներ։
Սա նման է նավի խարիսխին, որով նավը հաստատուն է պահում ջրերի վրա, որ ինչ է լինի, քամիներ, ալիքներ, փոթորիկներ բարձրանան, նավը անխախտ է, քանի որ ամուր խարիսխ ունի, որ միջև հատակը ձգված է եւ նավը պահում է, որպեսզի չտատանվի։ Տիրոջ վրա հույս դնող մարդը, ով իր կյանքը վստահել է Տիրոջ ամբողջությամբ նրան է վստահել, խարիսխի նման է, այս հաստատուն խարիսխի նման է։ Եթե հույսը Տիրոջ վրա ես դրել, խարիսխի նման հաստատ ես ունենալ, որովհետև ինքը անխախտ է, մենք էլ այդ անխախտ Աստծո խոստումների մեջ ենք կանգնած։ Եբրայեցիս գրքում կարդում ենք Եբրայեցիներին 13:8 նշանավոր համարը, որ բոլորս գրեթե գիտենք անգիր։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան, անփոփոխ Աստված է։ Նա նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան, որ կարողություն ունի, զորություն ունի փրկելու մեղավորին եւ պահելու մեղավորին եւ միջև հավիտենականության առաջնորդելու։ Նույնն է ասել է, թե նա չի փոխվում։ Տեր ասաց, ես Աբրահամից առաջ էի։ Հրյաները չեն հավատում, ուզում էին քարկոծել այս խոսքի համար, բայց ասաց, ես էի, որ են եւ որ պիտի գա ամենակալը։ Կամ ես եմ որ պիտի գա ամենակալը։ Արդյոք այս անփոփոխ Աստծուն ես ուսացել։ Արդյոք հույսը դրել ես Տիրոջ վրա։ Աստծո խոսքը նաև հակառակ խոսքն է ասում, անիցիալ է այն մարդը, ով իր հույսը մարդու վրա է դրել, մարմնին է ապավինել, բայց երանելի է, օրհնյալ ես, երբ որ Տիրոջ վրա ես հույս դրել։ Մեկը կա, որ իր հույսը մարդու վրա է դրել։ Ձեր չեք բարձրացնում, չէ՞։ Բայց կարող է ձեր կյանքի փորձառության մեջ վստահեք մարդկանց։ Հանկարծ այդ մարդը քեզի հուսախաբ կանի։ Հանկարծ այդ մարդը, որին հուսացել ես, քեզ հուսախաբ կանի։ Եվ կփոշմանես, որ իրան ես ապավինել, փոխանակ Աստծուն ապավինես։ Մարդը, եթե ուզենա քեզի ինչ-որ խոստումներ է տվել եւ իր խոսքը պահի, ֆիզիկապես կարող է չկարողանա պահել խոսքը, որովհետեւ մարդը անցորդ է, մարդը տկար է, կարող է հիվանդանալ, կարող է մոռանալ, կարող է վերջո մահանալ, բայց Աստված ունենք, որ անանցանելի Աստված է, հավիտենական Աստված է։ Արդյոք այս անփոփոխ Աստծուն ես ուսացել, արդյոք ձգտում ես նրան նմանվել։ Հիսուսը մեր առջև այդ հիանալի կատարյալ օրինակն է եւ Աստվածաշունչը ասում է Հիսուսին նայենք, մեր հավատքի հեղինակին եւ կատարողին, առաջնորդին։ Ուստի իրեն հավատացողները իր նման պետք է լինեն եւ ոչ թե ինչ որ բան կորցրեցին, հանկարծ մի բան կորցրեցին, փոխեցին իրենց խոսքը եւ խոստումները, իրենց կարծիքներն ու դիրքորոշումը, կամ ինչ որ բան ունեցան, նորից փոխեցին իրենց որոշումը, իրենց խոսքը եւ խոստումները։ Այսինքն մարդիկ իրավիճակներից փոխվում են, փոփոխական են, բայց Աստված չի փոխվում։ Սաղմոս 2 հաստատուն մարդու համար ասում է Սաղմոս 15-րդ գլուխ 4-րդ համարում. Ով պետք է բնակվի քո սուրբ լեռան վրա, ով Աստված ասում է։ Եվ դրանցից մեկն է սա է, ով երթում է տալիս ի վնաս իրեն, բայց ետ չի կանգնում իր խոստումից։ Այսինքն մի բան ես խոստացել, բայց հետո մտածեցիր, որ քո հաշվին չի գալիս այդ խոստացածը, եւ փոշմանում ես խոսքդ կատարել, խոստումդ կատարել։ Բայց Աստծո աչքում դա ճիշտ չի։ Ասում է երթում է տալիս, բայց կեն խոսք է տալիս, ի վնաս իրեն շահիդ չի գալիս, բայց հետ չի կանգնում իր խոստումից, կատարում է, ինչքան էլ վնաս է իրեն, բայց իր խոստման տերն է։ Այսպես է լինում հավատացյալ, եւ ասում է, ով այսպես է անում, հավիտյան չի սասանվելու։ Մեր հավատը ուղղակի կապ ունի այս ճշմարտության հետ, Աստծո խոստումների հետ։ Նայեցեք, մարդիկ դժվարությամբ են հավատում, դժվարությամբ են հավատքով քայլում, որոշումներ կայացնում, որովհետև ինչպես Պողոս Առաքյալն է գրում, երևույթով չեն քայլում, այսինքն տեսածով չեն քայլում, այլ հավատքով։ Այսօր մենք սիրում ենք, երգում փառաբանում ենք Աստծուն, ում չենք տեսել, բայց չտեսած ենք հավատում։ Եվ երանելի է սիրելիս, որովհետև Աստծո խոսքը ասում է երանիք ձեզ, որ չտեսած հավատում եք, ծառայում եք, սիրում եք, հետևում եք, նվիրվում եք, զոհաբերվում եք, երանելի ես, որովհետև հավատքը չտեսնված բաների, չերևացած բաների ապացույցն է, որովհետև քրիստոնյա հավատացյալը անփոփոխ Աստծուն է հուսացել, որ նա չի փոխվում, որ նա հավիտենական Աստված է, ով ասաց, ես քեզ բաց չեմ թողնի, երբեք քեզ չեմ լքի,
Ինչպես Դավիթը այս հույսն ուներ, երբ ասաց. «Եթե հայրս ու մայրս էլ ինձ լքեն, բայց դու ինձ չես լքի, այլ կընդունես ինձ»։ Սաղմոս 27-րդ գլուխ 10 համար։ Դրա համար հավատացողին խոստում ունի Աստված, երբ ասաց. «Մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Ես քո հոգսը կհոգամ, մի վախեցիր»։ Արդյոք վստահում ես նրա խոստմանը։ Եթե ասում ենք հավատում ենք, հավատքը իր մեջ պարունակում այս կարևոր բաժինները։ Վստահում ես նրան, հետևում ես նրան, հույսը դրել ես նրա վրա։ Հեշտ է ասել հավատում ենք։ Տեր Հիսուսն էլ օրինակ բերեց, դևերներն են հավատում։ Դևերներն են հավատում եւ սարսափում են։ Բայց ճշմարիտ հավատացյալը իր հավատքը գործնական գետնի վրա ապացուցում է, փաստում է։ Ես նվիրվում եմ նրան, ում հավատացել եմ։ Ես իմ հույսը կապում եմ նրա վրա։ Ես իմ հույսը դնում եմ նրա վրա, ում հավատացել եմ։ Ես հանձնված եմ նրան եւ հետևում եմ նրան, որովհետեւ եթե դուք հավատում եք մեկին, ուրեմն ձեր կյանքը վստահում եք նրան եւ հետևում եք նրան։ Սա է ճշմարիտ հավատքը։ Հարցը իմ անձը չէ, եթե ինձ նայեմ, ես ժամանակավոր մարդ եմ։ Մարմինս կփոխվի, վիճակս կփոխվի, կյանքի մեջ ամեն բան գուցե փոխվեն, բայց ես իմ որոշումը երբեք չեմ փոխի։ Ես որոշել եմ Տիրոջը հետևել, նրան հավատալ, հույսս նրա վրա դնել եւ իր անփոփոխ կենարար խոսքով ապրել, եւ սա է ինձ հուսադրում, սա է արժեքը։ Մի քարոզիչի հարցնում են. «Դու որ քարոզում ես, 100%-ով հավատում ես քո ասածներին, հավատում ես Աստծո խոսքին, հավատում ես մարգարեություններին, հավատում ես, որ Տերը մի օր պիտի գա համաձայն մարգարեական ճշմարտությունների»։ Քարոզիչը պատասխանում է. «Ես ոչ միայն հավատում եմ, ես ուղղակի գիտեմ, ես վստահ եմ»։ Հավատքը, կենդանի հավատքը, փրկարար հավատքը գիտության է բերում, վստահության է բերում։ Այս վստահություն ունենանք։ Այո, աշխարհի հանդեպ սերը, մեղքը, մարմնի անօրեն ցանկությունները, մարդկային մղումները մեզ փորձում են հեռացնել Տիրոջից, Աստծո հաստատ խոստումներից։ Իմ մեջ ըմբոստ բնավորությունը, որոնք իրոք ազդեցություններ են, որոնք բացասական հետևանք են թողնում իմ հոգևոր կյանքի վրա։ Այո, այս բոլորը ազդում են։ Երբեմն ընկնում ենք խաբվելով աշխարհի կամ նույնիսկ հավատացյալների հրաբուրիչ խոստումների ներքո, քանի որ ամեն բան խաբկանք է, միայն Տերը, որ չի փոխվում, ինքն է իմ անշարժ եւ հույսս միայն, ինչպես նշանավոր երգի մեջ ենք երգում։ Այլ ապավեն ես չեմ ուզում, այլ Հիսուսի արյունն ու սեր։ Հակոբոս առաքյալը գրում է Հակոբու առաջին գլուխ 16-ից 17 համար. «Մի խաբվեք, իմ սիրելի եղբայրներ, յուրաքանչյուր բարի նվիրատվություն եւ յուրաքանչյուր կատարյալ պարգև վերևից է եւ լույսի հորից է իջնում, ում մեջ փոփոխության կամ ետ դառնալու նշույլ անգամ չկա»։ Նրա խոսքերը այո եւ ամեն են, այսինքն ճշմարիտ են։ Հռոմեացիս գրքում Պողոս առաքյալը գրում է Աստծո պարգևների վրայով եւ Իսրայելի մասին խոսելով, ասում է. «Աստծո պարգևներն ու կոչումը անփոփոխելի են»։ Հռոմեացիս 11:29։ Մեր տեքստի մեջ կարդացինք. «Ես Տերն եմ», ասում է, «ես Տերս, ես չեմ փոխվում», չէ՞։ Բնագրով Տերը ես Յահվեն եմ կամ Եհովան եմ։ Ես չեմ փոխվում։ Սա նշանակում է Յահվե անունը կամ Եհովա անունը անհնարավոր փոխվի, որովհետև իր անվան նշանակությունը այդպիսին է։ Իր բնութագիրը այդպիսին է։ Իր անունը հենց դա է նշանակում։ Եթե փոփոխության ենթարկվեր, ապա դա կհասկացվեր, որ նա Տերը չի, նա Յահվեն չի, հասկանում եք։ Ինքը էությամբ, բնությամբ անփոփոխելի է։ Եվ այստեղ Մաղաքիայի խոսքի ամենագեղեցիկ պատգամը սա էր. հետևաբար դուք Հակոբի որդիներ չեք ոչնչացել, քանի որ ես չեմ փոխվել, դրա համար դուք չեք ոչնչացել, չեք սպառվել։ Եթե ես փոփոխական լինեի, ձեր գործերին համապատասխան պետք է հատուցեի ձեզ, ձեր անհավատարմության համար, ձեր մեղավոր բնույթի համար, մի խոսքով, ձեր մեղքերի համար եւ աներունության համար ես կփոխեի իմ խոստումը եւ ձեզ կպատժեի, կսպառեի ձեզ։ Դրա համար ասում եմ, դուք չեք սպառվել, քանի որ ես չեմ փոխվում։ Ես խոսք եմ տվել եւ իմ խոստման Տերն է։
Սա նրա ուխտային հավատարմությունն է ցույց տալիս, որ հաստատուն է։ Ինչ վերաբերվում է մեզ, ինչպիսին ենք մենք, արդյոք նման ենք մեր Տիրոջը։ Նրա բնավորությունը ինձանում երևում է, որպեսզի Սաղմոս պես կարողանամ ասել. Իմ ուխտը չեմ անարգելու եւ իմ շրթունքներից ելածը չեմ փոխելու, ինչպես գրում է Սաղմոս 2-ում։ Սաղմոս 89:34։ Որոշել ես Տիրոջը հետևել, ընդունել ես նրան, որ քո կյանքի Տերը եւ Փրկիչը լինի։ Կատարած ուխտդ հաստատ պահիր, խոստումդ պահիր, եւ Աստված պիտի զորացնի քեզ, պետք է օգնի քեզի, որպեսզի հաղթահարես այն դժվարությունները, խոչընդոտները, որոնք անխուսափելի են մեր ճանապարհի մեջ, որոնք հարվածում են քո հավատքի նավին, որ հանձնվես, որ կոտրվես, փոխես ընտրածուղին, փոշմանես, ետ կանգնես, նույնիսկ քո սերը փոխես Աստծո հանդեպ, նույնիսկ քո հավատակիցների նկատմամբ քո սերը փոխես։ Բայց Տերը հավատարիմ է, Տերը մեզի կօգնի, որպեսզի հաստատ մնանք։ Ի վերջո չմոռանանք, որ նեղ է եւ նեղվածք է քրիստոնյայի ճանապարհը։ Սակայն նա խոստացավ, որ նա մեզ հետ է, ասաց ես ձեզ ворք չեմ թողնի։ Ահա ես ձեզի հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջ, ասաց Տեր Հիսուսը։ Ինչպես է որ նա մեզ հետ է։ Նա մեր մեջ է։ Մեզ հետ է, քանի որ նա մեր մեջ է, մեր հոգու մեջ է, մեր սրտի մեջ է։ Նա վրանաբնակված է հավատացյալների սրտի մեջ։ Նրա խոսքը մեր սրտերում է, ուստի նա անփոփոխ Տերն է, որ խոստացավ, եւ ինք իր խոսքի Տերն է, երբ ասաց քեզ չեմ լքի, ես եմ Տերը, ես չեմ փոխվել։ Դու կարող ես փոխվել, բայց ես չեմ փոխվի։ Ես հաստատ եմ իմ սիրո խոստման մեջ, որ քեզ հետ կլինեմ։ Տեր Հիսուսը ասաց ամեն օր ձեզի հետ եմ։ Սա նշանակում է հույս կա, սա նշանակում է կարող ես նրան վստահել եւ ապավինել։ Եվ ահա ամեն օր ես քեզի հետ եմ։ Կամ ես եմ, որ ձեզ հետ եմ, որովհետեւ Աստծո անունը ես եմ է։ Եվ մենք ունենք հավատարիմ Տեր, ով մեր խարիսխն է։ Տեր Հիսուսը որպես մեծ քահանայապետ գրված է, որ վարակույրից այն կողմ մտավ Եբրայեցիներին 6-րդ գլուխ 19-ից 20 համարի կարդում։ Որովհետև որպես քահանայապետ տարի մեկ անգամ գիտենք, որ քահանայապետը մտնում էր խորան, սրբություն սրբոց եւ այնտեղ պաշտամունք մատուցում, արյուններ սրացքում եւ այլն բոլոր այն կարգերը, որ սահմանված էր օրենքով։ Բայց Տեր Հիսուսը վարակույրից այն կողմ մտավ, որպես մեր մեծ քահանայապետը եւ պատրաստ է օգնելու մեզ, պաշտպանելու, հոգալու, բարեխոսելու մեզ համար։ Ուրեմն ամուր բռնիր խոստման խարիսխից, որովհետև հավատարիմ է նա, որ խոստացավ քեզ։ Եվ կյանքիդ նավը չպիտի խորտակվի ալեգոց այս ծովում, այս աշխարհի անցուդարձում։ Մարդիկ անստուկ են, բայց Աստված ստույգ է, Աստված հաստատ է։ Ամուր կարճիր նրանից։ Նրա խոստումները այո եւ ամեն են, ամուր կարճիր նրանից։ Որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը սիրելիներ լայն ուսեր ունի, որպեսզի մեզ կրի իր վրա, պահի մեզի, պաշտպանի եւ փրկի մեզի, փրկի տարբեր տեսակի արկածներից, որովհետև նրա անունը Փրկիչ է։ Երանի այն մարդուն, ով իր հույսը այս մեծ փրկության եւ այս մեծ փրկչի վրա է դրել։ Ուրեմն ես Տերն եմ ասած, ես չեմ փոխվում։ Ով Հակոբի որդին է, թե չէ դուք կսպարվեք, ինքը անփոփոխ Աստված է։ Երանելի ես, որ այս անփոփոխ Աստծուն ես վստահել։ Աստված օրհնի ձեզ։